փարած, ողորմած, գթած, ամենակետ, ամենուրեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսի փարած հայրը, ավասիկ եկեղեցիդ քո առաջ ձնրատրած, քեզ բաշտելու և երկրբաքելու համար քո դանն է ժողոված։ Հայր, այստեղ ենք երկրբաքելու, թմքը փնտրելու, հոգվույթ ներգործողությունը հայցելու, խոսքովդ մեր մտքերն ու հոգիները սնուցանելու։ Գքոհանանք և շնորհակալություն գայտնենք, Հայր, այն հավիդենական փրկագործության համար, որը մեր նման անարժաններիս կյանքերում էլ իր դեղը գտավ։ Դուրը թագողին դուրը բացողն ես, խնդրողին իր խնդրվածքը շնորհողն ես, գործվածին մոլորյալին ուղղություն տվողն ես, սգավորին մխիթարություն, ընկածին վերականգնում, կյանքում նպատակ իմաստ չունեցողներիս իմաստ և նպատակ հաղորդողն ես։ Տեր Հիսուս Քրիստոս, մեր փրկիչ, մեր մեծ եղբայր, մեր առաջնորդ, մեր բարի հովիվ, այստեղ ենք քեզնից լսելու, վերցնելու, ստանալու և այն հոգվույթ զորությունով մեր կյանքերում իրագործելու համար։ Հայր, այստեղ ենք շատերս ծնկաչոք կամ ոտնկայց։ Մեզ հետ բերեցինք բազում խնդիրներ, բազում աղոթքի նյութեր։ Մեզի հետ գրած շալագած բերեցինք այս սարավոտ շնորհած գայի դարջև թողնելու այն բոլորը, ինչ մեզ մտահոգեցնում է։ Հայր, վերցրու այդ բոլորը մեզ վրայից։ Դու ասեցիր ինձի եկեք բոլոր հոգնած և բեռնավորվածներ։ Ուստի եկել ենք, Հայր։ Թողնում ենք այդ բոլորը քո առաջ։ Եվ խաղաղությունովդ մեզ արձակես։ Տեր, քեզի կվստահենք այս եկեղեցի ընտանիքը։ Տեր, թող քո փառքի քովությունը լինենք, որուն արժանի ես անցյալ, ներկա և ողջ հավիտենական դարերում։ Ամեն։ Քրիստոսի անունով և եկեղեցու անունով կողջունենք բոլոր անոնց համար, որոնք առաջին անգամ լինելով մեզ հետ են, նոր դեմքեր կտեսնեմ, բարի օր, ողջույն ձեզ, ազար բարի գալուստ։ Ուրախ ենք, որ մեզ հետ եք այս առավոտ, ձեր ներկայությունը մեզ համար քաջալերություն է և օրհնություն։ Ամեն մեկս այս առավոտ այստեղ ենք դրդապատճառով մի եկած, նպատակ ունենք, հարց ունենք։ Հարց ունենք, որու պատասխանն ենք փնտրում։ Կյանքը, որը կապրենք, լեցուն է հարցերով, մարտահրավերներով, խնդիրներով և յուրաքանչյուրս որպես փանականություն ունեցող մարդ արարածներ, մենք և մեզ համար անհրաժեշտ է այդ հարցերի պատասխանները գտնել, այլապես կյանքը մնում է անորոշ, անիմաստ, ոչ նպատակ հետապնդող։ Բայց մենք գիտենք, որ Աստված մեզ ստեղծել է նպատակի համար։ Աստված մեզի գոյության է կանչել իմաստավորված կյանք ապրելու համար։ Եվ ճիշտ այն է, ինչ որ այս առավոտ Աստված հավատում եմ, որ ինձ մեզ սկսյալ յուրաքանչյուրի սրտերում խոսալու է և այս պատգամը հաղորդելու։ Այսօր մեր 5-րդ կիրակին է, որտեղ միասնաբար սերտում ենք աստվածային խոստումները ուղղված իր ժողովրդին, որը գտնում ենք Ելից գրքի 6-րդ համարում։ Այսօր փրկագնման իմաստի մասին պիտի փորձենք իրար հետ
զրուցել։ Տեսնենք Աստված ինչ նկատի ունի, երբ որ Իսրայել ժողովուրդը Եգիպտոս քերության դարվեցին, եւ Աստված հիմա իր ծառայի Մովսեսի եւ Ահարոնի միջոցով Փարավոն թագավորի առաջ կներկայանա եւ Աստուծո պատգամը Փարավոնին հաղորդենսելով, որ Աստված պատգամ ունի եւ պետք է թույլ տաս, որ մեր ժողովուրդը գնան պաշտամունք մատուցանելու։ Պատմությունը շատ լավ գիտենք, Փարավոնը գնտիմատրե թեմ կգենա, բայց Աստծո խոստումը Մովսեսի միջոցով իր ժողովրդին հետևյալը կշարունակել լինել, գսե լսեցի Իսրայել ժողովրդի խնդրվածքը, գսե անոր համար Իսրայելի որդիներուն ասե, ես եմ Եհովան, ես ձեզ եգիպտացիներու ծանր գործի դագեմ պիտի հանեմ, ձեզ անոնց ծառայութենեմ պիտի ազատագրեմ, մեծ եւ երկնցած բազուկով եւ մեծ ցադաստաններով ձեզ պիտի փրկեմ, եւ դուք ինձի ժողովուրդ պիտի լաք։ Մեծ թադաստաններով եւ երկնցած ցերկով սկսե, իմ մեծ երկնցած ցերկովս պիտի ձեզ փրկակնեմ։ Երբ որ Աստված կսե, իմ մեծ եւ երկար ցերկս պիտի ուղեմ, կնշանակե, որ իր ցերկը դեպի ներքև է ուղվում, հետևաբար ներքևում ընկած մեկը գա, որում պետք է վեր բարձրացնի։ Ընկած կնշանակե ժամանակ մգար, որ ընկած չէր, մի բան բադայեց, որ ընկավ։ Աստված մեզ ընկած վիճակում չստեղծեց, մի բան տեղի ունեցավ եւ մենք ընկանք, եւ հիմա Աստված գրգին անգամ միևս իր ցերկը կմեկնի, որ այն ով որ ժամանակին կանգնած էր, հիմա անգել է նրան գրգին վեր բարձրացնի։ Սա սուբկրային լեզվով գոչվում է փրկակնում, redemption։ Անինչ որ Աստված այստեղ ասել է ուզում հետևյալն է, որ ես իմ ժողովուրդս պիտի փրկակնեմ, քինը պիտի վճարեմ, որպեսզի գրգին փրկակնեմ իմ ժողովուրդս եւ այդ քինը որ պիտի վճարեմ, նպատակի համար է որ պետք է վճարեմ։ Որևէ մեկս եւ ոչ մեկս Եվ որ որոշում են կայացնում մի բան ձախու առնել, գնել, հագուստ, գոշիկ, դաշնամուր, միկրոֆոն, դուն, ինչ որ պիտի գնենք։ Ոչ մեկս, երբ որ մտածում ենք, որոշում ենք ասում, որ մի բան պիտի գնենք, չենք գնի գումար դա մի բանի, որու համար նպատակ չունենք։ Աստված այստեղ ինչ է ասում, ես իմ ժողովուրդս փրկակնելու համար երկու բան պետք է անեմ։ Նախ գին պետք է վճարեմ, արժեք գին պիտի վճարեմ, եւ այն գինը, որ վճարելու եմ, նպատակի համար եմ վճարելու։ Ճիշտ այդ նույնը մենք օրվա ընթացքում դասնյակ անգամներ միգուցե անում ենք, խանութ գնալուց, մի տեղ գնալուց, երբ որ մենք մի բան ենք անում, ոչ մեկս բանիմը գումար չենք ծախսի, եթե նպատակ չունենք։ Եվ ճիշտ այս է Աստուծո փրկակնման իմաստը։ Այս է այն ինչ որ Աստված գադարեց մեր կյանքերում, ասեց որպեսզի Աստված քեզ եւ ինձ այդ ընկածին իր սեփականությունը դարձներ, պետք է քինը վճարեր եւ այդ վճարված քնի մեջ նպատակ մգար եւ նայեցեք Աստծո խոսքը որտեղ գտեսնենք ասիկա հստակորեն առաջին Կորինթացիս 6:20-ը շատ դասական համար մնաց միտքը ամբողջությամբ մեկ նախատասությունում արդայդող առաջին Կորինթացիս 6:20 նայեցեք ինչ կսե քանզի դուք քնով ձախու առնվեցաք ուստի փարավորեցեք Աստվածեր մարմիններում եւ հոգիներում, որոնք Աստծո կպատկանին։ Աստված
քինը վճարեց մեզ գնելու։ Նպատակը ինչ է։ Նախ կսե, եթե դու կսե քնոց զախուարնվեցակ, կնշանակի, որ քինը վճարեց։ Ինչ էր այն քինը, որ Աստված վճարեց մեզ գնելու։ Ռուզանկուր շատ լավ։ Իր արյունը, իր որդվույն Հիսուս Քրիստոսի արյունով մահով մեզ զախուարավ։ Հիմա սա վճարված քինն է։ Նպատակը ինչու համար է, որպեսզի փառավորենք Աստված մեր մարմիններում եւ հոգիներում։ Որպեսզի մենք լինենք Աստուծո փառած քովությունը, որպեսզի ես կարողանամ գրգին անգամ ևս արդացոլել Աստուծո փառքը։ Փրկակնում Աստվածաշնչում նշանակում է ետ վերցնել, ազատագրել, վճարելով համապատասխան քին։ Ժամանակին իմներ գործընծուցի, բայց նորից եմ ուզում այդ ունենալ, գրգին անգամ ևս քին եմ վճարում եւ դա վերցնում եմ սեփականաշնորհում եմ։ 5 դագարանյան տնտեսությունում, երբ որ հրյամը հողադարածք ուներ, կամ բնակարան, եւ ինչ պատճառներով բարտկի դակ են գնում եւ բարտկի դիմաց կամ ինչ որ պատասխանատվության դիմաց դունը գործնում է, հողադարածքը գործնում է, գալիս են բարտադերերը, վերցնում են։ Եվ ինքը չի կարողանում իր ունեցվածքի սեփականադերը լիներ, ինչ օրենքար, ուրեմն իր այս մարդու ընտանիքից որևէ մեկ անդամ կարող էր իրեն մոտենալ եւ փրկակին վճարել եւ ետ վերադարձնել այդ հողադարածքը կամ իր ինչ որ է դիրոջը, օրիգինալ դիրոջը, սեփականադիրոջը։ Առաջին Դիմոթեոս 2-րդ գլխի 5-ից 6 համարներում ճիշտ նույն պատկերը գրեցնենք, ինչ որ Քրիստոս արեց մեղավոր մարդկությանս, նայեցեք, դա առաջին համարը մենք տեսնում ենք Ղևտացոց 25-ի մեջ, դա գարտամ, որով ասով վրա մենք պետք է հիմնենք մեր ողջ նյութը։ Ղևտացոց 25-25-ի մեջ կսե, եթե քու եղբայրդ աղքատանա եւ իր ստացվածքի մեկ մասը ձախե ու հետո եթե անոր մեկ ազգականը ուզե գրնա եղբորդ ձախսը փրկել։ Սա փրկակինն է, այսինքն քինը կվճարեմ, որպեսզի փրկեմ այդ տարածքը։ Հիմա առաջին Դիմոթեոս 2-րդ գլխում, Դիմոթեոս 2-րդ գլխի 5-ից 6 համարները շատ գեղեցիկ օրեն կներկայացնի այս պատկերը։ Գսե, քանզի մեկ Աստված կա ու մեկ միջնորդ Աստուծո եւ մարդոց մեջտեղ։ Ով է նա? Քրիստոս Հիսուս մարդը։ Ինչ արավ? Ով իր անձը ունայնացուց ամենունդեղ փրկակին դալու ransom, փրկակին, հունարեն բանը լիտրոսի, գփրկակնեմ, ոչ թե ինչ որ առաջին անգամ լալով ձախու գարնեմ, այլ իմներ գործընծուցի նորենքին մգավճարեմ, որպեսի այդ վերագանքնեմ դա, այնինչ որ իմներ գրգին վերցնում եմ։ Ուրեմն, ով իրանց ամենունդեղ փրկակին դվավ, ոսկսե փրկանք դվավ, իր ադենին վկայությունը լալու համար։ Քրիստոնյա հավատացյալների մեծամասնությունը շնորհքով փրկված լինելով, իրենց հավատքը Քրիստոսի վրա դնելով եւ Սուրբ Հոգին իրենց մեջ որպես քրավական ստանալով այս բոլոր գործողություններից յետք փաստը եւ իրականությունը ցույց կտա, որ այս գործողություններում ընդգրկված հավատացյալների մեծ մասը դեռևս
իրենց ինքնությունը, կյանքի իմաստն ու նպատակը դեռևս չեն հայտնաբերել։ Այո, շնորհքով փրկված է։ Այո, հավատ ունի առ Աստված։ Այո, Սուրբ Հոգին նրանց մեջ է, ամեն եւ այո, որ Աստծո խոստումն է, բայց դեռևս իմաստալից, նպատակասլաց, կյանք չունեն, իրենց ինքնությունը Քրիստոսով դեռևս չեն հայտնաբերել։ Գարդես դեռևս բագասփամ մգա իրենց կյանքում։ Այո, այն չեն, ինչ որ էին, բայց դեռևս այն չեն, ինչ որ պետք է եղած լինեին։ Դեր քո շնորհքովդ որոշ ճանապարհ անցավ, այն չեմ, այնպիսին չեմ, այն վադը չեմ, ինչ որ էի։ Փառքեզ դեր, բայց դեռևս այն չեմ, ինչ որ մինչև հիմա պետք է եղած լինեի, այն չեմ, ինչ որ Աստված սպասում է մեզնից, որ լինեինք։ Եվ այս երկու իրականությունների ճիշտ մեջտեղում են բռնվել, անցյալի եւ ներկայի ճիշտ մեջտեղում կանգնած եմ։ Առաջացում չկա, աճ չկա, զարգացում չկա։ Փրկական նպատակը հենց դրա համար է, որպեսզի ինձ օգնի հասկանալ նպատակը, որու համար Աստված ինձ փրկեց։ Ոչ միայն ինձ կօգնի, որ հասկանամ, ինչու համար Աստված ինձ փրկակնեց, այլ նաև ինձ կօգնի, սա շատ կեր, որպեսզի ինձ հասցնի իմ ճշգրիտ հասցեում։ Այն վիճակում, որ պետք է լինեմ։ Փրկակունումը խորանալու ենք սրան։ Հիմա գիտեք, շատեր կարծում են, որ երբ որ անդրադարձան գիտակցեցին, որ իրենք մեղավոր են, եւ քարոզիչը փեմից գոչ արեց, ով որ գուզե ապաշխարել, եկեք առաջ, մենք պիտի աղոթենք, որպեսզի քո մեղքերը ներվին եւ Աստծո շնորհքը ընստան եւ աղոթ կնեն, միգուցե հուզմունքով, միգուցե սրտաջմլիկ եւ իրական է եւ անգեղծ է։ Ցավոք քրիստոնեությունում այդ խաղապարը եւ միտքը գա, որ սա առաջին ու վերջին քայլն է մեղավորի համար, վերջ փրկվեցավ ինքը։ Այդպես չի սորվեցնել Աստվածաշունչը։ Առաջին քայլն է, որը պետք է առաջնորդի վերջին քայլին, որը փրկությունը, փրկապանությունը իր մեջ ընդգրկում է 3 դարեր, փաղատրիչ դարեր, որով փրկությունը ամբողջացում է։ Արդարացում, սրբացում եւ փառավորում։ Այո, մենք ապաշխարության մոմենտին, վարգանին, երբ որ Քրիստոսը դեր եւ փրկիչ, մենք արդարացանք, այսինքն այլես Աստված մեզ մեր բոլոր կործած մեղքերի համար էլ հաշվի չի կանչելու։ Մենք արդարացանք։ Մենք հավիդյանս հավիդենից լինելու ենք եւ մնալու ենք արդարացված, չմոռանանք, մեղավորներ։ Երկնքում էլ երբ որ հայտնվենք, մենք շարունակելու ենք լինել ոչ հավիդենականությունում արդարացված մեղավորներ։ Սահմանից պիտի ճանաչենք։ Հիմա, ուրեմն արդարացանք, Աստուծո արդար բադիժը, որ մեղքին վարձկը մահեր, մեր վրայից վերցվեցավ, ինչու որտեղ Քրիստոսը մերավ։ Սա արդարացումն է, սա թադական իրավիճակ է։ Ետքը Հիսուս Քրիստոսի հոգվույն միջոցով սրբացման ճանապարհի մեջ ենք մտնում։ Անցյալ մեղքերից փրկվեցինք, հիմա մենք սկսվեց մեր սրբության, սա ողջ կյանքի դեպողությունն է, որ մենք իր շնորհքով հենց այս երկու գործողությունների իմ կյանքիս մեջ դեղի կունենամ, գուքա փառավորումը, երբ Հիսուս Քրիստոս եւ Հիսուս Քրիստոսի շնորհքով հափշտակության բահին
Անոնք, որոնք արդարացված եւ սրբության կյանքի մեջ էին, Հիսուս պիտի հափշտակես իրենք ըստ Աստծո խոսքի եւ մեզ պիտի ներկայացնե Հոր Աստուծո ներկայության առաջ, որպես անփից եւ անարատ հարս։ Այս է փրկության խորհուրդ իմաստը, արդարացում, սրբացում եւ ետքը փառավորում։ Հիմա որպես մենք կարողանանք հասկանալ փրկական խորհուրդ իմաստը, մենք բարդավոր ենք գնալ ծննդոց մեր արմատները, մեր նախնիներին, մարդկային պատմության ճիշտ առաջին էջը, քայլը, սկիզբը։ Թե ինչ տեղի ունեցավ։ Եվ փրկակնումը ճիշտ ինչի համար էր։ Ադամ եւ Եվա մեր նախահայրերը գսե Աստված, երբ որ նրանց ստեղծեց, գսե նրանց ստեղծեց իր նմանության եւ իր պատկերի համապատասխան։ Առաջի հայացքից կարող է նույնը տվալ պատկեր եւ նմանություն, բայց նույնը չեն։ Մենք ստեղծված ենք Աստուծո պատկերով եւ անոր նմանությունով։ Պատկերը սիրելիներ այն իրավիճակն է, որով մարդ արարածը անասնային եւ բնության աշխարհից դարբերում է մեզ։ Մենք Աստուծո պատկերով ենք, Աստուծո պատկերը գա մեր վրա։ Եվ անշուշտ ասկա չեմ ուզեր մա խորանալ, պատկերը մենք Աստված մեզ ստեղծեց, որբեսի մարդ արարածը, Աստված իր ցերքերով ստեղծած մարդ արարածը երկրի վրա Աստուծո պատկերը արդացոլող լինի։ Դա ուրիշ նույն։ Ուրեմն երբ որ գսե Աստծո պատկերով, կնշանակի Աստուծո նման, այսինքն անասուններից եւ բնությունից դարբերվող։ Իսկ նմանությունը գագնարգե Աստուծո նման, այսինքն Աստուծո բնությունն ու նկարակիրը մեր վրա գրողներ։ Այո, անասունների պես չենք, Աստծո պատկերով ենք, բայց նաև Աստծո նման պետք է լինեմ։ Այսինքն Աստուծո սրբությունը, Աստուծո արդարությունը, Աստուծո նկարակիրն ու բնությունը մեր վրա անում, երբ որ նոր գդագարան ու կան Պետրոս Արաքյալը գսե, «Վասնզի Աստված պաշտության բոլոր գործիքները մեզի դրված են, որպեսզի անոր բնությանը հաղորդագից լինեմ»։ Մեղքը եկավ աշխարհ, երբ որ Ադամ եւ Եվա մեղք գործեցին եւ մարդկային կյանք սերունդի մեջ մեղքը մտավ, մեղքը ինչ կնշանակի։ Մեղքը կնշանակի մարդը, ով ստեղծված էր Աստուծո պատկերը արդացոլելու, Աստուծո նման լինելու երկրի վրա, մեղքի մուտք գործելով, մեղքը ընդունելով, մարդ արարածը կանգնեց եւ Աստուծո առաջ հայտարարակիր ներկայացրելով, ով Աստված, ես այլևս անկախ եմ քեզնից։ Մեղքը մեր մեջ մտնելով Աստուծո թշնամիները դարձանք, Աստուծո թեմ բادرազմ հայտարարեց մարդ արարածը մեղքի մուտքով, որ այլևս ես կարող եմ անկախ կյանք ապրել առանց քեզի, այլևս մենք քո գարիկը չունենք այս երկիրը դարձնելու։ Եվ ճիշտ այստեղ է, որտեղ մենք գործրեցինք աստվածային փարած պատկերն ու նմանությունը, որն ունենք, որով ստեղծվեցինք։ Թեև մեղքի եւ այս անգման իրականությունը ողբերգություն է մարդկային պատմությունը եւ ոչ միայն մարդկային, այլ նաեւ բնությունը գաղաղագե բնությունը, գիտեք, բնությունը խիստ ցավ գքաշե մարդու մեղքի պատճառով։ Բնությունն ու անասունները մարդու ցերկը գրակն են ընկել։ Եվ երբ որ մենք կսերնենք հռոմեացիքը շատ հստակ կնեհոն։ Գահարաչեն գսե մարդկային բնության հիմա ուրեմն թեև այս մեղքի իրականությունը ողբերգություն է մարդկային բնության եւ անասնային կյանքում, բայց չմոռանանք այսօր այդ հավասար եւ զուգահեռ Աստված շարունակում է իր
փրկական գործողությունը կատարել եւ յուրաքանչյուր մարդ արարած իր փրկությանը բաժին ունենալ։ Հետևաբար սիրելիներ, փրկակնումը redemption լիտրոսի կնշանակի, որ Աստված մարդը, որ ստեղծեց իր պատկերով, իր նմանությամբ, գործրեց մեղքի պատճառով, հիմա Աստված նորից կմոտենա, քին մգվճարե, որբեսի ետ գնի ձախու առնի մեզ նպատակի համար։ Ուրեմն այս գործողությունը փրկակնման նշանակում է վերագանքնում մարդկային դեսագին թեպի իր բնական, սկզբնական վիճակին։ Այն վիճակը, որու վրա Աստուծո պատկերը եւ նմանությունը կար, մեղքի պատճառով գործրեցին, Աստված կմոտենա կսե, նորից պիտի դաջեմ իմ պատկերս եւ նմանությունս հովիգի վրա, քո վրա, իմ վրա։ Եվ այսօր համար մեծ քին վճար է եւ Եփեսացիս 1:12 նայեցեք ինչ կսե, Եփեսացիս 1:12 կսե, որբեսի մենք նրա ավոյղբար ասի շատ պիտի սիրես, որբեսի մենք նրա փառքի քովությունը լինենք առաջունե Քրիստոսին հուսացողներս։ Աստված մեզ գփրկակնի, որբեսի նպատակն է սա, իր փառքի քովությունը լինեմ։ Այս իր փառքը իմ այս մահկանացու մարմնից մեջ գրել, ինձ դեսնողները դեսնեն Աստուծո փառքը, Աստուծո շունչը, Աստծո համարն են, amma ասում եմ ուրիշ բան կա։ Եվ Աստուծո փառքի, որ իմ միջոցով հայտնվեց, քովեն ինձ, ոչ թե ինձ համար, այլ Աստծո փառքի համար։ Աստուծո փառքի քովությունը լինեմ։ Այս է փրկակնման նպատակը, այսօր համար է, որ Աստված քին վճարեց։ Այս է եղել Աստուծո մտադրությունը իր սկզբանե փրկագործության ծրագրում եւ Քրիստոս Հիսուսի ծնունդով, գուսական ծնունդով, կյանքով, մահով եւ հարությամբ հաստատեց։ Այդ բոլոր փրկագործության ընթացագարկը նրա համար էր, որ մեզ սախու առներ եւ մեզ վերագանքներ։ Եվ այսպիսով գրգին մարդու վրա շեշտում եմ դաջեր, փորակրեր Աստուծո պատկերը եւ նմանությունը։ Եփեսացիս 5:1 նայեցեք ինչ կսե, Եփեսացիս 5:1, ասում եմ գսե, արդ Աստուծո նմանող եղեք։ Հովհաննես հայրն Աստված պիտի ասի, ես քեզ փրկեցի։ Իմ որդուս արյունը, կյանքը, զոհությունը արեց, որբեսի այսուհետ դու ոչ թե Հովհաննեսին նմանվես, այլ ոչ թե Ադամին նմանվես, ով 5:1-ի ծննդոց 5:1-ից հետո գսե, եւ Ադամ որդիներ ունեցավ եւ իր նման էին այլևս, ոչ թե Աստծո նման։ Ծննդոց 2-ում, երբ որ Աստված Ադամին ստեղծեց, գսե, եւ Ադամ ու եւ Աստծո պատկերով եղավ։ 5:1-ի մեջ ծննդոց գսե, եւ Ադամ որդիներ ունեցան, որոնք իր նման էին, այլ Աստծո պատկերը չկար։ Հիմա 5:1-ի մեջ գսե, Աստծո նմանող եղեք։ Հռոմեացիս 8:29 Հռոմեացիս 8:29 նայեցեք ինչ քեղեցկորեն կներկայացնես ճշմարտություն։ Հռոմեացիս 8:29 գսե, սակայն վասնզի զանոնք որ առաջ կջանչնար, առաջվնե սահմանեց իր որդին պատկերին գերբարանագից լալու։ Մեր փրկությունը նրա համար է Աստծո խոսքը բազում անգամ ներգշեշտատրել, որբեսի Քրիստոսի պատկերը եւ նմանություն ունենք, այսինքն դադարենք գոբիդ ասած անասունների նման ապրել։ Անմար առաքյալը շատ խիստ նմանություններ գբերե
մեղավոր մարդու եւ անոնք որոնք Աստծո շնորհքին ինգած են գսե այլևս գսե շուների եւ խոզերի նման չլինեք վասնզի գսե շունը իր փսխածին գթարնա խոզը իր ցեխին շատ սանր է բայց ասել մեր վիճակը մեղքի պատճառով Դավիթ կսե զիս աղբանոցեն վերցուցիր ինչու որբեսի իշխաններու հետ նստեցնես Հիմա այս փրկակրման գործընթացում մենք ունենք բաժին օրեցօր մինչ հավատքի կյանքի մեջ աճում եմ արդեն 35 տարի է Քրիստոսի հետևորդն եմ եւ շատերը շատ ավելի կամ բագաս բայց մինչ հավատքի կյանքն ապրում ենք օրեցօր դարի պիտի նկատես եւ նես նկատում եմ որ իմ կյանքում երկու քերակույն գոչումներ կան որոնց մասին պետք է ես գիտակցեմ հենց գիտակցեցի այդ երկու գոչումների մասին որ դրանց մեջ ես պետք է լինեմ որբեսի կյանքս լինի իմաստավորված եւ այլն այդ ժամանակ է որ կյանքս գսկսի փոխվել երկու գլխավոր գոչում հրավեր առաջին գոչումը հետևյալն է գտնել մեր անձերը մայնի շոր հիմա ասում ենք բոլորը puzzle-ի գդորներն են որպես ես հասկանամ այս բոլոր բացկերը փրկակնման գիտեք նույնիսկ եթե պետք լինի 10, 20, 30 գիրագի Քրիստոսի եկեղեցուն կարոզել, սորվեցնել փրկապանության նյութի մասին երբեք շատ չէ որև սա է մեր հավատքի հիմքը ֆունդամենտը որու վրա պիտի կառուցեմ իմ ամբողջ կյանքս եթե ես չհասկացա չմփռնեցի այս միտքը չուր գծեցեմ Պողոսարակյալը գսե ես կվազեմ ոչ թե չուր ձեձելով չուր ինչ կան ձեձես չուր է որ առաջին բանը որ պետք է հասկանամ գոչումս կյանքումս որբեսի փրկապանության գործողությունը արգա լինի իմ կյանքում հետևյալն է find ourselves գտնել մեր ինքնությունը մեր անձերը գտնում ենք միայն այն բարակայում երբ մեր կյանքի եւ քոյությանս նպատակն եմ հայտնաբերում Ես իմ անձս գտնում եմ, ինքնությունս գտնում եմ, երբ կհասկանամ կյանքիս քոյությանս, թե ինչու համար եմ այստեղ նպատակ, ինչու համար Աստված ինձ Իսրայելն ա դրել, ինչու համար շաքեին կողքն ա դրել, ինչու համար քո կողքն ա դրել, ինչու համար այդ դբրոցում է դրել քեզ, ինչու համար խոհանոցում է դրել, ինչու համար որտեղ որ ենք, երբ որ կհասկանամ ինչուն ինքնությունս կգտնեմ Չկա ավելի վեհ գոչում, քան Աստուծո ցերկով ստեղծված մարդն անարածն հայտնաբերի իր կյանքի նպատակը։ Եվ երբ որ գսեմ հայտնաբերել կյանքիս նպատակը, թե ինչու համար եմ, սա ավելի խորունկ հոգևոր իմաստը կնշանակե հասկանալ Աստուծո կամքը ինձ համար։ Որև երբ որ ես կյանքիս նպատակը գասեմ, իմ համար չէ դա դրա մեջ պետք է լինի Աստուծո կամքը, որով հայտնաբերելով կյանքիս նպատակը երբ որ անձս կգտնեմ Քրիստոսով անշուշտ բոլորը դեղի կունենան, կյանքիս նպատակը քոյությանս նպատակը հայտնաբերելով դա օգնելու է ինձ ունենալ կյանքում հստակ ուղղություն Այլևս դու գտատարես թափառական լինելուց։ Եղել է մեկում հարցնես, ախպեր ջան, որտեղ ես գնում, եւ քեզ ասի,
Չգիտեմ եսիմ։ Ապետ ինչի ես արավոտուն զարթնում։ Բարեկամ արավոտուն զարթնում է, ինչի համար է զարթնում։ Զարթնում եմ էլի աչքերս բացվեց զարթ, դեստեք ինչ կլինի։ Յա բախտի։ Քամին ուր որ դանի։ Բայց երբ ես հասկանում եմ կյանքիս քոյության նպատակը, ինքնությունս գտել եմ, գիտեմ ինչու համար եմ այստեղ, կյանքումս կունենամ հստակ ուղղություն եւ ոչ թե ամեն տեսակ քամիներով գդարուփերվիմ։ Կյանքիս նպատակը հայտնաբերելով ոչ միայն կունենամ հստակ ուղղություն, այլ նաեւ կլինեմ հաստատակամ։ Կյանքիս նպատակը ինձ կտա մոտիվացիա, թրթապաճառ ունեմ, հստակություն ունեմ, ներքին հոգու բավարարվածություն ունենամ, խաղաղություն ունենամ, կյանքս գիմաստավորվի։ Գիտեք ոնց կարող ենք իմանալ անհատը, եթե ինքզինքը գտել է իր ինքնությունը եւ հագարակը։ Նրա այդ 5 րոպե նստես, 10 րոպե ամենաշատը, ավելի պետք չի։ Իր զրույցի որակից դու կհասկանաս այս մարդը իր ինքնությունը գտել է թե ոչ։ Գիտեք աշխարհում կան, այսօր եմ ավարտեմ, աշխարհում կան 2 դասակարգի մարդիկ, եւ միայն 2։ Առաջին դասակարգը նրանք են, ովքեր ապրում են, գենսունակ են, խանդավառ են, երրուն են, աշխուժ, ժպտուն, նպատակասլաց, պատրաստակամ, հասանելի, կյանքը երրում է, միտքը ուշքը դեսիլք ունի, ասի աբրոն է, այսպիսիներ իրենց կյանքի քոյության եւ փրկության նպատակը հասկացել են, իրենց կյանքը գտել են։ Անցս նման մարդկանցով շրջապատեմ։ Երկրորդ դասակարգի մարդիկ գիտեք ովքեր են, առաջին դասակարգը աբրոներն են, որ ապրում է, սա մարդը ապրում է։ Երկրորդ դասակարգը նրանք են, ովքեր քոյադևում են։ Ասոնք, ինչպես ասեցի, ամեն տեսակ քամիներից դարուփերվում են։ Անգենթան են, անժբիտ, աննպատակ, ալարգոտ, անդրամատիր, առանց փափակի, առանց ցկտումների։ Գույր ճամփան գերտա։ Պատկերացնում եք, ճանապարհ գեւ ես գույր եմ, քայլում եմ։ Կարող է մի մոմենտ ստացվի, ճիշտ այս արանքով առանց նստարաններին զառնվելու քայլեմ, բայց դեմը պիտի կա, որ պիտի զառնվի անպայման։ Աբրոներ եւ քոյադևողներ։ Աբրոները բնութագրվում են էներգիայով, իրենց մեջ էներգի կա։ Իսկ քոյադևողները իներցիա։ Հոսմը կա, այդ հոսքի մեջ ես եւ գնում ես առանց էներգիա օգտագործելու։ Օրինակ, զարիվար մեքենան, տեսնում ես որ քայլում է, գնում է, վաու։ Բայց ինքը ուշ էներգիա չունի մեջը, ֆյուելը վարելանյութը 0-ի է։ Կարող է անչադես բանալին վրայից հանածն է, մի անտե պոմոր պետք է դնես, են, չէ, նյութրն, ետ սերքի, իր գնում է, բոլորի ետ գնում է, գողքի ավտոն եմ, բայց եվ որ ուղի և կիշմը զարի վերգուք հա, հոն է որ դե գերևի այդ ինքնաշարժի, այդ անցնավորության էներգյան, գինսունակությունը, քայլում են առանց հասկանալու, թե որտեղ են գնում, չափազանց կարևոր է գտնել մեր անձը, այսինքն հայտնաբերել այն քերակույն նպատակը, որու համար ծնվել ու փրկագնվել եմ։ Այս համարով ավարտեմ առաջին Կորինթացիս 2:2։ Կորինթացիս 2:2-ի մեջ առաքյալը գսե վասնզի միտքս չդրի ձեր մեջ ուրիշ բան գիտնալ, բայց միայն Հիսուս Քրիստոսը ու այն խաչի ելած։ Միտքս չդրեցի եւ բազում այլ համարներ ալգամ առաքյալի այս իր անձը ինքնությունը գտնելու մեջ, երբ որ Քրիստոս Սողոսին գտավ, հետո կպատմենք առաջիկայում, երբ որ Սողոսը Բողոսի վերածվեցավ, իր ինքնությունը գտավ, ժամանակին հալածող էի, սպանող էի,
Ստեփանոսի մահվան ժամանակ, երբ որ քարգոծեցին, գսե անոր վերարգուն վերցին եւ դրին մեգումը ոտքերի մոտ, որ անունը Սողոս էր։ Սողոսն էր հրամայումը շատ հավանաբար Ստեփանոսի մահը։ Ուրեմն ինչպիսին էր եւ ինչ եղավ անոնամար, երբ որ Բողոս Արաքյալը լալեի հետ 3 անգամ իր մեղսալիության եւ իր վիճակի մասին մեզ գնայ։ Գսե առաջի գսե Արաքյալ լալու գանչված չեմ։ Գսե հետո վիժված մնի եւ երրորդը գսե մեղավորներուն գլուխն եմ։ Բայց ոնց մնար։ Հետո բիդե փրկակնման մենք ասիկա ուքա նախ անցս կգտնեմ գանդրադառնամ ով եմ ինչ եմ եւ եկը առաջ կանցնեմ անգե հետո ինչ կսե ամեն բանի կարող եմ Քրիստոսով որ ինձ սորացուց ոնց մնար այո վիժված մներ այո մեղավորներուն գլուխներ այո հալածողեր բայց հիմա ամեն բանի կարող եմ նրանով ով ինձ սորացրեց այս է փրկակնման գեղեցկությունն եւ օրհնությունը որ հավատում եմ որ յուրաքանչյուրս պետք է պատմենք որն է երկրորդ գոչումը ասեմ դերեգամի հաջորդ կիրակի կալ կիրակի չի հաջորդ կիրակի եկեք Աստված մեզ հայտնելու է փոխանցելու է բացառիկ օրհնություններ որոնք հավատում են որ պիտի օգնեն մեզ հասկանալ մեր կյանքի քոյության եւ փրկության քերակույն նպատակը